Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, եթերում Արևմտյան Հայաստանը հեռուստատեսության լուրերին հերթական թողարկումն ասրված ծրագիրն է։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրված է ապրիլի 24-ին ֆիլմի դիտում «Վղի հիշողությունը» մշակութային հանդիպումը։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարությունը հրավիրում է ձեզ ապրիլի 28-ին Ծիծեռնակաբերդ ադրբեջանական փորձեր Կիլիկիայի հայկական թագավորությունը ներկայացնելու որպես աղվանական պատմաբանների գնահատում պատմական փաստերի խեղաթյուրում։ Տրևիզոյում մեկնարկահայերի դեմ իրականացված ցեղասպանության նվիրված մշակութային ծրագիր Խարբերդահայ հարսնացուի եզակի լուսանկար որպես կորուսյալ ժառանգության վկայություն։ Այսպես է իրականացվում ցեղասպանությունը արգելելով գործածել Արարատ, հայերի ցեղասպանություն, Արցախ, ազգային եկեղեցի, Տեր Արարատ։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողովը հրավիրում է մասնակցել 2026 թվականի ապրիլի 24-ին հայերի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը միասին անցկացնելու ծաղիկներ խոնարհելի անմարգարակին կողքին։ Հավաքը տեղի ունենալու ժամը 12:30-ին համալիրի հարակից տարածքում տեղինական Արևմտյան Հայաստանը Հանրապետության դրոշը վերի շուրջ հավաքվելուց հետո մեկնարկելու է երթը հարգանքով Արևմտյան Հայաստանը Հանրապետության ազգային ժողով։ Ապրիլի 26-ին ժամը 4-ին տեղի ունենալու հողի հիշողությունը կինոյի ցուցադրությունը վերակազմակերպում է Western Armenia-ի նախաձեռնությունով։ Միջոցառումը նպատակոն է անդրադառնալ պատմական հիշողությանը, ազգային ինքնությանը, հայրենի հողի հետ կապին արվեստի լիզվով։ Ֆիլմը ներկայացնում է հիշողության ու ժառանգության կարևորությունը բացահայտելով անցյալի ու ներկայի միջև եղած կապերը։ Դիտում ուղեկցելու է քննարկումները, վերին վաղ մասնակիցները հնարավորություն ունենալու կիսվին իրենց դիտարկումներով ու մտքերով։ Արևմտյան Հայաստանը Հանրապետության կառավարությունը ազգային ժողովը սիրով հրավիրում ընծես ներկա գտնվել է հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության զոհերի հիշատակի արարողությանը ազգային խորհրդի նախագահ Արմենակ Աբրահամյանի Պետսիր հովանու ներքո։ Արարողությունը տեղի ունենալու Ծիծեռնակաբերդ հուշահամալիրում 2026 թվականի ապրիլի 28-ին ժամը 11-ին նախագահ Արմենակ Աբրահամյանի բարձր հովանու ներքո պետությունների նկատմամբ վերջին անցյալ Արևմտյան Հայաստանում իրագործված հայերի ցեղասպանությունը։ Վերջին շրջանում որոշ ադրբեջանական շրջանակներ փորձում են Կիլիկիայի հայկական պետությունը պատմության մեջին հայտնի նաև որպես փոքր հայք ներկայացնի որպես աղվանական ծագում ունեցող պետականություն։ Մինչդեռ պատմագիտական աղբյուրների համաձայն Կիլիկիայի հայկական թագավորությունը ձևավորվել ու զարգացել միջնադարում հայկական իշխանական տների նախաձեռնությունով ու հանդիսացել հայկական պետականության կարևոր շարունակություն միջերկրական ծովի արևելյան հատվածում։ Պատմաբանները նշում են, որ Կիլիկիան որևէ կապ չունի կովկասյան աղվանքի հետ վերգտնվել Իսրայել հարավային Կովկասում ունեցել այլ էթնոմշակութային ու աշխարհագրական միջավայր։ Մասնագետների կարծիքով նման մեկնաբանությունները համապատասխանում չեն պատմական փաստերին ու հաճախ օգտագործում են քաղաքական նպատակների պատմության վերաիմաստավորման փորձերի շրջանակում։ Ապրիլի 11-ին Իտալիայի Տրևիզո քաղաքում հայերի ցեղասպանությանը նվիրված երկրի կրկին լուսաբացներ ընծագելու մշակութային ծրագրի պետությունն այլ տեղական իշխանությունների, մտավորականների ու հայ համայնքի ներկայացուցիչների մասնակցությունով ծրագիրը սկսվել է արևմտահայ էքսպրեսիոնիստ նկարիչ Ժիրայր Օրագյանի 125-ամյակի նվիրված ճանաչվածների ցուցահանդեսը վերապեցվել է Կասա Ռոբեգան թանգարանում։ Ներկայացված են արվեստագետների ավելի քան 50 աշխատանքներ, իրան ընտանիքի մասնավոր հավաքածուից։ Բացման արարողությանը ելույթ ունեցել իտալացի ու հայ մի շարք պաշտոնյաներ, մշակութային գործիչներ ու գիտնականներ։ Միջոցառումը եզրափակվել է բանաստեղծուհի Էրիկա դե Բորտոլիի Հայաստանին նվիրված ստեղծագործությունների ընթերցմամբ։ Ծրագիրը շարունակվելու է մինչև մայիսի 3-ը, իսկ մայիսի 9-ին Տրևիզոյի Սան Ֆրանչեսկո եկեղեցում նախատեսված է արմոնիա խորագրավ Համեր Գյուրջիև համույթի անդամների մասնակցությունով։ Խարբերդա պահպանված հայ հարսնացու Յուրան Քրոջես պատմական լուսանկարը նորից ուշադրության կենտրոնում է հայտնվել ներկայացնելով Օսմանյան կայսրությունում հայկական հարուստ մշակութային կյանքի կարևոր դրվագները։ Պատկերը վերապահվում է Դանիայի ազգային արխիվում, ենթադրաբար արվել է 19-րդ դարի վերջում կամ 20-րդ դարի սկզբում։ Լուսանկարում երևացող հանդիսավոր հագուստենա առած զարդերը վկայում են ժամանակի հայկական ավանդույթների մասին։ Մասնագետների նշելով նման զարդերը հաճախ ընդգրկված են ել հարսնացու օժիտի մեջ ու փոխանցվել սենյակներ ընդեսերուտ։ Խարբերդը մինչ 20-րդ դարի սկիզբը համարվել Իսրայել կարևոր հայկական մշակութային ու տնտեսական կենտրոն ունենալա մեծաթիվ հայկական բնակչություն, սակայն 1915 թվականին հայերի ցեղասպանության ետը այդ հարուստ ժառանգությունը մեծապես ոչնչացվել է։ Փորձագետները նշում են, որ նման լուսանկարները ոչ միայն պատմական արժեք ունեն, այլև կարևոր վավերագրական աղբյուր են վերականգնելի հայկական համայնքների անցյալային հիշողությունը։ Տեր Արարատ Քահանա Պողոսյանը հանդես եկալ վերլուծական դիտարկումը պնդել է վերազգային բառապաշարի սահմանափակումը կարելի դիտարկվել որպես ինքնության նկատմամբ ճնշման շարունակական ձև։ Իրան ասելով Արարատ հայերի ցեղասպանություն, Արցախ ազգային եկեղեցու նման այլ հասկացությունների նկատմամբ սահմանափակումն են ազգուշավոր վերաբերմունքը վտանգավոր միտումը վերը ըստ իրան կարի հանգեցնել ազգային ինքնագիտակցության թուլացման։ Քահանան իրան դիտարկումները հիմնավորում է պատմական օրինակով հիշեցնել ավեր Օսմանյան կայսրությունում հատկապես Սուլթան Աբդուլհամիդ II-ի իշխանության շրջանում մամուլի ու խոսքի խիստ գրաքննությունը պետական քաղաքականության կարևոր բաղադրիչ այլել։ Այդ ժամանակ արգելվել Իսրայելը ոչ միայն քաղաքական, այլև ազգային նշանակության բառեր է թվում Հայաստանը, իսկ հայկական տեղանունները համակարգված կերպով փոխվել Իսրայել։
Սիրելի հայրենակիցներ, սովայտ տեսքանք պատրաստալ ապրիկ ուշադրության հետի պնդկայցիք։